Լավ տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ շարունակում ենք մեր եթերը եւ ես մի անգամից առաջ այսպես ասած ժամանակ կորցնելու ուզում եմ ներկայացնել մեր հաջորդ հյուրերին ուժեղ տղերքի, ինչ ուժեղ տղերքի, հիմա դուք դրանում կհամոզվեք։ Մեր հյուրերն են Բասկամարտի, Եվրոպայի քառակի, աշխարհի եռակի, աշխարհի քառակի գավաթակիր Վլադիմիր Վնասականյանը, Եվրոպայի բասկամարտի քառակի, աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Ադամյանը եւ Հայաստանի բասկամարտի բազմակի չեմպիոն Ազատ Սրապյանը։ Բարև ձեզ տղաներ։ Ուրեմն ձեր ձեռքը սեղմել, բայց զգուշ։ Ահա։ Նախ ես մեծ հպարտությամբ ուզում եմ ձեզնից շնորհակալություն հայտնել։ Անկեղծ ասեմ, մի քանի ոլորտում գիտենք, որ մենք առաջատար ենք աշխարհում, բայց արմրեսլինգի ոլորտում ես չգիտեի, որ նման փայլուն հաղթանակներ մենք ունենք, այսպիսի տղաներ ունենք, որոնք Հայաստանի դրոշը տարբեր մրցաշարերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձր են պահում։ Շնորհակալություն ձեզ տղաներ։ Ինչպես եք, լավ եք։ Վաղ առավոտյան միշտ լավ եք արթնանում։ Շատ լավ։ Ինչպես դիմավորեցիք, ինչպես այսինքն ինչ անակնկալներ մատուցեցիք մարտի 8-ը, ինչպես ձեզ մոտ անցավ տղաներ։ Իմ մոտ անցել է սպորտով։ Սպորտով։ Տենց առանձնապես առանձնատու նվերներ եմ արել։ Մայերին, քույրերին եւ այլն։ Ինձ հետաքրքիր է, հա, քանի որ ես ինքս այդքան էլ տեղյակ չեմ այս սպորտաձևից, այլ կասեք այս սպորտաձևի առավելությունները, որոնք են հիմնականում։ Ոնց որոշեցիք հիմնականում զբաղվել այս սպորտաձևով։ Վլադիմիր, սկսենք քեզնից։ Պատահական ստացվեց կամին ինչա։ Փոքր տարիքից այն ժամանակ շատ սպորտաձևեր որ չկար։ Դրա համար ինքը շատ մատչելի էր, ավելի հեշտ էր։ Այսինքն վազեցինք հեշտի հետևից, հետո հասկացանք, որ բավականին լուրջ սպորտաձև է ինքը։ Իսկ բասկամարտը, հա, մեր երկրում մոտավորապես ինչ զարգացման աստիճանի վրա է գտնվում այսօր։ Այսօր բավականին զբաղվում են մակարդակը շատ է։ Մոտ առաջնությունների մասնակցում են 400-ից 500 պրոֆեսիոնալ մարզիկներ։ Դա Հայաստանի մասշտաբով։ Գնալով ավելի է շատանում, ձգտում է սպորտին, ու սիլողական մակարդակով, թե պրոֆեսիոնալ մակարդակով մարզիկների թվականակը բավականին մեծանում է։ Աշոտ ջան, առաջին մեդալը երբ որ բերեցիք, ինչ զգացումներ ապրեցիք։ Զգացումները դե բարձր է, առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձա, 3 ամիս է վարակում էի։ Դե առաջին անգամ որ Եվրոպայի չեմպիոն դառնես, ոնց պիտի լինես, շատ ուրախ, շատ ես իմ տրամադրվածությունը բարձր։ Այդ տեսեք ոնց է, տարբեր երկրներից գալիս են, չէ, իրենց ուժերը փորձելու։ Հայաստան մի փոքր երկիր, շատերը միգուցե չեն էլ իմանում, թե Հայաստանը դա որտեղ է, բայց բնականաբար այդտեղ եթե այդ աշճան, այդ մակարդակի բարձր, ասենք աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, չկա հուզմունք կամ ինչ-որ մի բան, որ կարող է ես չհաղթեմ, այդ կոմպլեքսները ոնց եք հաղթահարել։ Ուրեմն որ մենք մրցությունների գնում ենք հաղթելու համար։ Չենք տենում որ քիչ ենք կամ ինչ որ քիչ քանակով են գնում, դի հաստատություն ապրենք, այդ մեր մոտ չկա, մենք գնում ենք որ գրենք հաղթած հետ գանք։ Եթե հուզմունքը լինի չեն կարող հաղթել։ Առավել ևս եթե մենք ամբողջ աշխարհում 50 երկիր 50-58 երկրների մեջ մենք փոքր քանակով 8-րդ, 10-րդ տեղն ենք լինում։ Իսկ հետաքրքիր է, հա, ձեր սպորտաձևով եք, այնքան մեդալ եք բերել։ Հա, մոտո։ Ձեր սպորտաձևով զբաղվում են միայն արական սեռի ներկայացուցիչները, թե նաև կան ակտիվներ, ովքեր իհարկե ունենք, կանայք էլ ունենք։ Պարզապես աշխարհի Եվրոպայի առաջնություններին չեն մասնակցում, որովհետև մեր մոտ մի քիչ մենտալիտետի ոնց եք նայում, որ աղջիկները, կանայք, հայրենիները զբաղվում են նման տղամարդու սպորտաձևով, ինչպես Վլադիմիր ասաց, սա տղամարդու սպորտաձև։ Դե կան տղամարդ աղջիկներ էլ, չէ։ Դուք որպես տղամարդ ոնց եք։ Նորմալ, շատ լավ է ինքը։ Գովելի է իսկ։ Այ ինձ հետաքրքիր է, երբ որ դրսում գնում եք ու վստահ որ պիտի հաղթեք, ինչ այդպիսի արտարոց դեպքեր են տեղի ունեցել, ինչ որ մի բան եղել է, որ ձեզ այսպես ասած դարել է զավեշտ։ Չէ, այդպես դեպքեր։ Ասենք տեսեք, մենք ունենք նաև պետության հետ կապված թշնամի, ադրբեջանցիներ, թուրքեր։ Բարձր։ Ես ունեմ սապերնիկ ադրբեջանցի, Կիսմատ Վակիլովը աշխարհի էլի քառակի 5-ակի չեմպիոն տեղա է։ Լարվածությունը լնում է։ Օրինակ եղել է որ հաղթել եմ դե 2015 թվականին ֆինալում իրան հաղթեցի։ Ես իմ թշնամանքով էլի։ Դե ես սպորտը չեմ նայում ադրբեջանցի, նայում եմ սպորտսմեն։ Չի կարելի էլի սպորտը կապել քաղաքականության հետ, բայց ինքն ըստ տրամադրված մի ուրիշ ձևի
Բայց դա չի խանգարում։ 2016 թվականն է, հա, արդեն ինչ մրցույթներ, ինչ պլաններ կան կապված 2016 թվականի հետ։ Մայիս ամսին տեղի ունենալու Եվրոպայի առաջնությունը Ռումինիայում 21-ից 29, որը մեծ հավաքականով գնալու ենք։ Մեծ, այսինքն մոտ 400 հոգով։ Չէ, 10-15 հոգով։ Ահա։ Դրա համարում եմ մեծ ինքը։ Տղաներ, ես առաջարկում եմ մի փոքր ընդմիջել մեր զրույցը, դիտել մի փոքրիկ տեսանյութ, որտեղ հենց երևում է մեր տղաների փառահեղ հաղթանակից մի քանի հատված։ Դիտենք, զգանք այդ հայ լինելու բերկրանքը, մեր հաղթանակի շունչը զգանք եւ վերադառնանք շարունակելով տղաների հետ մեր զրույցը։ Խնդրեմ։ Athletes in it. Many superstars of arm wrestling have been in this category and have been eliminated. We are down to only 3 people left. The 2 men at the table, Jersey Bratsakanyan and Legaro. Legaro undefeated in the final, waiting for one of these two. Second elbow hold, Jersey and Bratsakanyan is Adamyan. Աշոտ դիտեցինք եւ ես նայում էի քեզ, երբ որ դրոշը պահել էիր գլխավերևում, այդ պահին սպորտսմենը, երբ որ հիմնը հնչում է, ինչ զգացումներ է ապրում, ինչի մասին ես մտածում այդ պահին, որովհետեւ դուք երջանիկ մարդիկ եք, ասեմ, որովհետեւ նման պահեր շատ եզակիները կարող են ունենալ եւ իհարկե դրոշը վեր պահած, ինչ ես մտածում։ Ուրեմն այդ մի ամբողջ տարվա չարչարանք, այդ ցույց է տալիս, որ կամ հաջողվել է քո մոտ այդ չարչարանքը աշխատես ու բարձունքի հասնես, կամ չէ, դե տեսակ որ առաջ տեղ գրավեցի, լավ է զգում ինձ, դե հուզմունքը կար, սպորտսմենի համար դա սպորտսմենը զգում է։ Առաջ տեղ մի քիչ ուրիշ ձև է, էլի։ Կամ էլ բացի էլ որ ադրբեջանցին էր երկրորդ տեղը ավելի բարձր է։ Բացի դրանից կարծում եմ յուրաքանչյուր սպորտաձև առաջին հերթին քրտնաջան աշխատանք է, երկար ժամերի տանջանք, բայց կարծես թե ձեր սպորտաձևում հա ընդամենը մի քանի վայրկյան դիտելով տեսանյութը եւ պարզ լինում հաղթանակը, հաղթես թե ոչ։ Լինում են դեպքեր, այդ մի քանի վայրկյանին հասնելու համար շատ ջանք ու եռանդա պետք որ հասնես դրան։ Իսկ լինում են այնպիսի մրցույթներ, այսինքն կա կոնկրետ ժամանակահատված, որի ընթացքում պետք է ծալեք ձեր հակառակորդին, թե կախված է ընթացքից։ Չէ, ընթացքից։ Որ պահն է կարևոր, սկզբի պահն է կարևոր։ Սկզբի ռեդիգո որ տալիս է, ռեդիգո դա նշանակում է ստարտը որ տալիս են արդեն։ Այսինքն այդտեղից պետք է հասկանաս, որ միլի վայրկյանն էլ շատ կարևոր է։ Այսինքն ուժը չի, ինչքան որ արագությունն է, տեխնիկան։ Առաջին արագություն նոր ուժ է եկել։ Համատեղ էլի, համատեղ պետք է տանել։ Կարծում նաև շատ կարևոր է, հա, հոգեբանորեն պատրաստված լինելը։ Պարտադիր։ Իսկ սպորտաձևը անձնական կյանքին չի խանգարում։ Ոչ։ Ընդհանրապես միշտ այդպես է, ոնեք դերասանների մոտ, ես չգիտեմ սպորտսմենների մոտ, դուք անընդհատ դերասանները հյուրախաղերով, սպորտսմենները տարբեր երկրներում եւ տարբեր մրցաշավերում, իսկ դա ընտանիքի վրա չի ազդում։ Ոչ ոչ պետք է ազդի։ Ոնց են կանայք վերաբերվում այդ արվեստին չեն ասում։ Չեն վախենում։ Վլադիմիր գնում ես ստանալու դե արդեն գիտեին։ սպորտաձև ինչ ես անում, գնամ մի հատ էլ մեդալ վերցնեմ։ Մի հատ էլ մեդալ։ Բավապես սպորտին թվում է դա Պետք է խանգարել։ զբաղվում ենք սպորտով, դի չխանգարի մնացածը սպորտին։ Թե ուսումը, թե ընտանեկան կյանքը, թե անձնականը, թե սպորտով զբաղվում եք, պիտի ընտրեք սպորտի ճանապարհը։ Սպորտսմենի համար մի ուրիշ կյանք է։ Ինձ թվում է որ սպորտսմենը ու պրոֆեսիոնալ սպորտսմենը չի կարա ինքը ինչ որ առանձնացնի։ Սպորտսմենը ինձ համար դա իմ կյանքի մի մասն է դարձել։ Ես չեմ կարա չպարապեմ։ Ես մի ուրիշ զգացողություն այդ ինձ թվում է մենակ սպորտսմենը կարա զգա այդ զգացողությունը։ Ինքս ուսանող եմ, 4-րդ կուրս ուսանող եմ, բայց եղել են պահեր, որ ես չեմ գնացել դասի, բայց սպորտի չեմ բացակայել։ Նշեմ, որ Վլադիմիրի մարզիչն է, կոնկրետ,
Ինքը շատ լավ գիտի։ Նաև մի քիչ էլ մարզիչն է։ Եվ իմ Բայց ամրեսլինգի ոլորտում չէ։ Կիսով չէ։ Հիմա սպորտին պիտի լուրջ մոտիկան, եթե մոտիկան են սպորտին պրոֆեսիոնալ մակարդակով, պիտի հաշվի չանեն մնացած հանգամանքները։ Լավ, քանի որ տղաներ, հա, հայտարարվել է կանանց 1 ամսյակը, ձեր բարեմաղթանքը մեր հայ աղջիկներին, հայերս կանանց։ Ես ուզում եմ շնորհավորել մեր հայ մայրերին, մեր քույրերին 1 ամսյակի հետ կապված, իրանց երջանկություն եմ ցանկանում, անսահման սեր ու հաջողություն ես կյանքում։ Ցանկանում եմ իհարկե շնորհավորել բոլոր գեղեցիկ սերի ներկայացուցիչներին, մայրերին, քույրերին, տատիկներին, ցանկանում նրանց կանացի բերկրանք, ջերմություն, միշտ թող ժամանակը անտարբեր լինի նրանց նկատմամբ, բայց միշտ լինեն գեղեցիկ եւ անպակաս լինեն մեր կողքից, մենք բոլորին սիրում ենք։ Վլադիմիր։ Սա ասեցի։ Մարզիչ, խնդրեմ։ Սա ասեցի։ Դու խոհեմաբար կլռես։ Ես կլրեմ, բոլոր ասեցին արդեն։ Համաձայնվելով մեր բոլորի ասացին։ Դե ինչ շնորհակալություն ձեզ հայտնենք եւ Ես համոզված եմ նույնիսկ մանա, որ այսպեսի տղաների կողքին, այսպեսի ուժեղ տղաների կողքին, ու այսպես տիտղոսագիր տղաների կողքին ոչ մի կին իրեն դժբախտ չի զգա միանշանակ։ Եվ իհարկե տղաներ, մենք հպարտանում ենք ձեզնով, մենք ուրախ ենք ձեր հաղթանակների համար եւ ասում եմ իմ համար անձամբ այսպես բացահայտում էր, որ մենք իրոք այս սպորտաձևում ունենք փառահեղ հաղթանակներ։ Ես ուզում եմ, որ 2016 թվականին այն մրցաշավերը, որ պետք է դուք մասնակցեք, միշտ հաջողությամբ ու մեդալներով հետ վերադառնաք։ Շնորհակալություն հարգելի հեռուստատող, մենք խոսեցինք բասկամարտի Եվրոպայի քառակի, աշխարհի քառակի գավաթակիր Վլադիմիր Մնացականյանի հետ, ինչպես նաև Եվրոպայի բասկամարտի քառակի, աշխարհի երակի չեմպիոն Աշոտ Ադամյանի եւ Հայաստանի բասկամարտի բազմակի չեմպիոն Ազատ Սրապյանի հետ։ Եվ հրաժեշտ տալուց առաջ եւս մեկ անգամ ցանկություն ունեմ ձեզ առաջարկելու, որպեսզի վայելեք մեր տղաների այսպես փառահեղ հաղթանակներից եւ մասնավորապես 2013 թվականին, թե ինչպես Վլադիմիրը դարձավ աշխարհի չեմպիոն։ Դիտենք ու դրանից հետո արդեն կարճատևանց միջումից հետո մենք շարունակենք մեր եթերը եւ կդիմավորենք մեր հաջորդ հյուրին։ Խնդրեմ։ Тяжелых спортсменов, вес до 80 килограммов. И здесь, это сейчас будет эпическое противостояние, так сойдутся представители Азербайджана и Армении. Ну не нагнетай, не нагнетай. Казимир Искандеров, он выходит с одним поражением и, соответственно, в финал добрался без поражений Владимир Мнацканян. Да, Владимир Мнацканян очень опытный спортсмен. И, кстати, я говорил о том, что очень многие спортсмены бегут из категории Жоха. И вот я так понимаю, что Мнацканян одним из таких представителей является. Потому что изначально Владимир Мнацканян боролся в 70 килограммов. Интересный момент, когда происходит вот эта вот связка, как переплетаются пальцы, как начинают вены напрягаться. И когда вздувается предплечье, понимаешь, что все, уже первая передача включена. Вот, кстати, еще что отличает Владимира, это его спокойствие титаническое за столом. Очень многие спортсмены нервничают, кричат, бьют по столу. И вот мы видим, что все-таки показывает свои эмоции Владимир. Но сейчас плюс 5 килограммов. Было 75, сейчас... и на это, смотри, в какой плоскости руки находятся. То есть, по сути, они уже чуть ли не до горизонтальной линии доходят. Ну да, это очень часто происходит, когда борьба идет в крюк.